Գովազդ։ Հայկական լրատվամիջոցների պատմության մեջ որ թերթն է առաջին անգամ գովազդներ տեղադրել իր էջերում։ Ազատ Հայաստան, Հայաստան, Խորհրդային Հայաստան։ Ճիշտ պատասխանն է Ազատ Հայաստան։ 1920-ից 1921 թվականներին լույս տեսնող Ազատ Հայաստան օրաթերթը իր վերջին էջերում սովորաբար տեղադրում էր այնպիսի ազդեր, որոնք որպես ծառայություն գովազդում էին Երևանի բաղնիքն ու շոֆերների դպրոցը։ Ժամանակին որ ֆիրմայի ժամացույցներն են գովազդվել հետևյալ տեսքով. Թագուհիդ ժամացույցներու, որ արևուն նման ճշտապահ և լուսնի նման գեղեցիկ ես, լյուր երանի քեզ գործածողներուն։ Սիլվեքս, Ռոլեքս, Զենիթ։ Ճիշտ պատասխանն է Զենիթ։ Ձեռքի ժամացույցների գովազդի ժամանակ ժամացույցի սլաքները միշտ դրվում են 10x10-ի կամ 8x20-ի վրա։ Ինչու՞։ Սլաքների դասավորությունը նման է ժպիտի։ Առավոտը լավ օրվա սկիզբն է, որպեսզի սլաքները չծածկեն բրենդի անունը։ Ճիշտ պատասխանն է, որպեսզի սլաքները չծածկեն բրենդի անունը։ Թեև ճիշտ է նաև առաջին տարբերակը, երբ սլաքների դասավորությունը նման է ժպիտի, սակայն հիմնական նպատակը եղել է բրենդի անվանումը ցույց տալը։ Ըստ վիճակագրության, գովազդի ամենամեծ բաժինը, որ արտադրատեսակներին է բաժին ընկնում։ Սննդի արտադրություն, խմիչքի արտադրություն, հագուստի արտադրություն։ Ճիշտ պատասխանն է սննդի արտադրություն։ Որ երկրում է ստեղծվել առաջին գովազդային վահանակը 1900 թվականին։ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Խորհրդային Միությունում։ Ճիշտ պատասխանն է Միացյալ Նահանգներում։ Խորհրդային Միությունում գովազդը համարվել է պրոլետարիատի գործիք և գովազդվել են միայն կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունները։ Գովազդային կարգախոսը ամենակարևոր վաճառող տեքստն է գովազդում։ Ըստ ձեզ, ինչ են վաճառել հետևյալ կարգախոսի ներքո։ Ես չեմ վաճառում հարմարավետ ապրանքներ, ես վաճառում եմ գեղեցիկ ոտքեր։ Տաբատ, զուգագուլպաներ, կոշիկներ։ Ճիշտ պատասխանն է կոշիկներ։ Կարգախոսը ունեցել է այս տեսքը. Ես չեմ վաճառում հարմարավետ կոշիկներ, ես վաճառում եմ գեղեցիկ ոտքեր։ Որ սպորտային բրենդի կարգախոսն է. Just do it, արտահայտությունը։ Adidas, Nike, Puma։ Ճիշտ պատասխանն է Nike։ Որ արտադրանքի առավելությունն էր ցանկանում ընդգծել Սթիվ Ջոբսը իր հայտնի Think Different, մտածիր այլ կերպ գովազդային կարգախոսով։ Apple, Samsung, Macintosh։ Ճիշտ պատասխանն է Macintosh։ Ինչպես է կոչվում գովազդի ոչ առևտրային տեսակը, որն ուղղված է հասարակական վարքագծի փոփոխությանը։ Հոգեբանական գովազդ, կրթական գովազդ, սոցիալական գովազդ։ Ճիշտ պատասխանն է սոցիալական գովազդ։ Ինչ են անվանում ֆիլմերում և հաղորդումներում օգտագործվող ընթացիկ գովազդը։ Քաղաքական գովազդ, թաքնված գովազդ, հակագովազդ։ Ճիշտ պատասխանն է թաքնված գովազդ։